Հիմա այս մասնաշենքում պահվում են դատապարտյալ կանայք, բայց անվտանգային գոտիներով պայմանավորված։ Միջին անվտանգային գոտու մեղմ պայմանները եւ ցածր անվտանգային գոտու խիստ պայմանները, այսինքն ազատ շրջելու, ազատ ապրելու, աշխատելու իրավունք ունեն իրենք, ոչ թե դուռը իրենց վրա չի փակվում։ Հիմա սա մեր կապն է արտաքին աշխարհի հետ 4-5 հատ ունենք տարբեր հարկերում այս հեռախոսներից, ես արտաքին աշխարհի հետ կապը պահպանում են այս հեռախոսների միջոցով, փակցված են բոլոր թեժ գծերի համարները, գրաֆիկներ, ասենք զբոսանքի գրաֆիկներ, մենյուներ եւ այլն, ինչ որ օրվա ընթացքում կարգացուցակի հետ կապված մենք ունենք աշխատանքներ անելու։ Ինչա ձեզ հետաքրքրում։ Որը կարող են արտաքին աշխարհի հետ կապ հաստատել յուրաքանչյուր դատապարտյալ։ Այս մասնաշենքում գտնվող դատապարտյալները օրը 2 անգամ ունեն մինչև 20 րոպե զանգի իրավունք։ Օգտվում են նաև տեսակապից, ամիսը 1-2 անգամ օգտվում են նաև տեսակապից, բայց կարող են նաև իրենց տեսակցությունները փոխարինել տեսակապով ու խոսել, եթե ասենք հարազատները երկրում չեն, իրենք օտար երկրացի են, նայած էլի, ով ոնց։ Մարդուսն ասեցիք, հա ցածր ռիսկայնության խմբեր։ Ցածր ռիսկայնության չէ, գոտիների, ըստ անվտանգային գոտիների ցածր դատապարտյալները կան, ինչ կարող են։ Չէ, ըստ քրեական հոդվածի, ասենք կատարած հանցագործության որոշվում են նաև նրանց պահման անվտանգային գոտիները։ Կանանց գաղութը նայողը Կանանց գաղութը նայող ով է։ չունի։ Ընդհանրապես այդ նայող հասկացողությունը ես չգիտեմ։ Կներկայել եմ կարող եք ասել քանի հոգեվորին են այդ վաղաժամ ազատման հանձնաժողովին եւ ինչքան դեպքերում է դա բավարարվում, ինչքան չէ։ Օրինակ անցյալ 5 շաբթի օրը մենք մի դատապարտյալ, որը գտնվում էր ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, ազատվեց պայմանական վաղաժամկետ։ Անցյալ 5 շաբթի ամսի քանիսն էր, չեմ հիշում։ Հա, այդ օրը ազատվեց։ Պրոցեսի մեջ ունենք դատապարտյալներ եւ արական սեռի ներկայացուցիչներից եւ կանանցից ունենք, որ հիմա պրոցեսը գնում է, զեկույցները պատրաստվում են։ Միջանձնային հարաբերությունները ինչպիսին են, նաև հոգեբաններ աշխատում են հետները։ Այո, հոգեբանները աշխատում են, միջանձնային հարաբերությունները, այնպես է, որ մարդը երբ որ նոր մտնում է քրեակատարողական հիմնարկ, հնարավոր է, որ խնդիրներ ունենա, նամանավանդ եթե չի եղել քրեակատարողական հիմնարկում, այդ ժամանակ մասնագետները բոլորը աշխատում են ինֆորմացիային տրամադրում, որտեղ սթրեսը ծնվում է հիմնականում ինֆորմացիայի պակասից, մարդը երբ որ հասկանում է որտեղ է գտնվում, ինչից կարող է օգտվել, որ ինքը լրիվ մեկուսացված չի աշխարհից, այդ ժամանակ արդեն սթրեսը թուլանում է։ Կրկնահանցագործներ ունենք, այո, ունենք, նրանք ավելի ոնց որ հնաբնակ են, նրանք ավելի ծանոթ են պայմաններին, ավելի դժվար է մարդու համար, որը առաջի անգամ է հայտնվում քրեակատարողական հիմնարկում։ Ցմահ դատապարտյալ կին չունենք։